Ժամանակին եք ստանում ձեր կենսաթոշակները։ Այո, ժամանակին ստանում ենք։ Այո, ժամանակին ստանում ենք։ Այո, ժամանակին ենք ստանում եմ բանկոմատից։ Հա, ժամանակին անպայման։ Թոշակ ստանում եմ ժամանակին։ Ժամանակին ստանում ենք, շնորհակալություն։ Այո։ Հա, նույն վաղտին հնարշուտ ենք ստանում։ Այո։ Ես թոշակ չեմ ստանում, աղջիկ ջան, տարիքս դեռ չի բավականացնում, բայց ինձ աշխատանք էլ չեն տունում, որովհետև ասում են ծերեմ եւ բարետես չեմ։ Բա ես ինչով ապրեմ։ Կենսաթոշակ բաժանողը գումար պահում է ձեր կենսաթոշակից։ Ոչ մի դեպքում մենք շատ գոհ ենք։ Փոստից եմ ստանում, հրապարակի չեմ պահում։ Ոչ, չեմ նկատել, չեմ տեսել։ Բայց կան մարդիկ, որ ասում են, հա, ինքնա դա 200 դրամ, 150 դրամ վերջը։ Ոչ թե ինքն ասում տուք, այլ մարդը իրան բերում է ներկայացնում դուրդեզում ասում խնդրեմ ստացեք, նա իրան մարդկությունն անում տալիս է։ Առաջ կար, բայց հիմա արդեն տեղափոխել են փոստում, նման բան չեմ տեսնում։ Ոչ։ Չէ, նորմալ տալիս է։ Բոլորով է։ Չէ, ոչ մի անգամ։ Ամբողջ գումարը տալիս են, չպահում դեր չի եղել։ Քարտով ենք ստանում, պահում չկան դեր։ Այնքան չեմ ստանում, որ նրանց համ ինձ մենա, համ նրանց։ Ծանոթ եք կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին։ Ոչ։ Գիտեմ, որ կենսաթոշակներ կստանան այն մարդիկ, ովքեր պետությանը իրենց աշխատավարձի մի որոշ տոկոս կտրամադրեն։ Ոչ։ Այո, մասնակցել եմ 3 միջոցառումներ մարզպետարանում։ Լավ տեղատ իմացանք։ Դի որ գործի, երևի կգործի։ Ոչ։ Ծանոթ չէ։ Ոչ։ Լավատես պետք է լինենք եւ մտածենք, որ կարդարացնի իրեն։ Ըստ ձեզ, պետությունը հնարավորություն ունի բարձրացնել կենսաթոշակները։ Եթե այո, ապա ինչ միջոցներով։ Ես չեմ անում ինչ գումարների հաշվին, բայց որ կարող են բարձրացնել դա միանշանակ։ Այս թոշակը ծաղր է ծերունիների եւ ընդհանրապես թոշակառուների համար։ Ճգնաժամ պայմաններում մի քիչ դա դժվար է ասել։ Ինչա մի հատ թոշակը 30,000 դրամը, որ գոնե 60 տարեկանից չտան, այ բալաջան։ Իհարկե ունի, չէ՞ որ ամեն տարի հարկերը ավելանում են։ Բյուջեներից։ Պետք է ունենան շանս, այո, բարձրացնեն, եթե ունեն խիղճ։ Աշխատանքատեղերը բացվի, երիտասարդները աշխատեն։ Այն ամեն ինչի հաշվին, ինչից պետությունը օգուտներ ունի, ոչ թե գները բարձրացնելով։ Առաջերտին մեր հանքային հանածոները ազգայնացնեն։ Ես պետության ֆինանսական օրգանի մեջ աշխատող չեմ, որ իմանամ։ Ես իրավունք չունեմ այդ բանն ասելու։ Իհարկե պետք է ավելացնել, այդ վերևի մարդիկ, ասենք թե նախագահան, մյուսները, ինչքան փողով են ապրում, թոշակառուն ինչքան փողով ապրում, կոմունալ վճարները այդքան դժվարամուծելը, օրեկան ամեն ինչը թանկանում է, ապրելը դժվարացել է։ Այս պահին ոչ եւ ամեն ինչի մեջ չպետք է մեղադրել պետությանը, ամեն ինչ հերթով պետք է ստեղծվի։ Ամեն ինչ հերթով պետք է ստեղծվի այս պահի դրությամբ։ Գոնե այդքանը պետք է հասկանանք, որ ավելին հնարավոր չի անել։ Իսկ ինչի հաշվի, բոլորը գիտեն, աշխատատեղերի հաշվի, աշխատանքի հաշվի, կուտակային հիմնադրամների հաշվի, այս բոլորը առայժմ դեռևս բավարար զարգացում չունեն։ Ոնց կարող է չունենա, որ պետությունը այդքան մեծ գումարներ է դնում ամեն ինչի վրա։ Եթե ուզենան կավելացնեն։ Միլիոն տոկոս ունեն բարձրացնելու, բայց որ չեն բարձրացնում, խաբեցին։ Դժվար է։ Ինչի համար, որովհետև չունենք զավոդներ, չունենք աշխատանքային տեղեր, որ կարողանանք պետությանը մենք օգնենք։ Մենք պետությունից բոլորս է պահանջում ենք, բայց չենք կարողանում իրան որևէ մի բան տալ։ Բոլորս է պետությունից պահանջում ենք, բայց որտեղից պետք է աշխատանքային տեղ լինի, որ մզանից պետությունն էլ օգտարի։ Պետությունը մզանից ոչ մի բան չանի։ Մենք ինքներս ենք նրանից պահանջում անդադ։ Դա մեղ բան է вообще։ Ժողովրդին պետք է աշխատացնես, որ նրանց օգուտ վերցնես։ Ապարատը կրճատի։ Պետական ապարատը այդքան պետք չի։ Դա իրանց ցակախված ցավը տանեմ, ինչ կհամասեմ ես։ Կուզենան կբարձրացնեն, կուզենան հեղացնել կգտրեն։ Դուք պետք է բարձրացնեք, մեզանում ինչ կա։ Ճիշտ է, սուտի մուտի ասում են թե կբարձրացնենք, բայց թե Չեմ կարող այդ ձեր հարցին պատասխանել, ճիշտն ասած, բայց եթե ավելացնեին լավ կլներ։ Իմ թոշակը թող սենց մնա, մենակ թե էժնանա, ամեն ինչ էժնանա։ Թոշակառուն իրանց պետք չի։ Պետք է օլիգարխ լինես, որ իրանց պետք լինես։